2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման մասին։ Հայաստանը պետք է համաձայնվեր վերադարձնել Արցախից դուրս 5 շրջան։ Դրա դիմաց հաստատվում էր իր աշխատավորված խաղաղություն, իսկ Արցախը Քելբաջարի եւ Լաչինի հետ մնում էր հայկական վերահսկողության տակ։ Փաշինյանը մերժեց պլանը եւ ժողովրդից թաքցրեց դրա գոյությունն անգամ։ Խախտելով դիվանագիտական կանոնները, նա չպատասխանեց համանախագահներին։ Հրաժարվելով բանակցություններից, Փաշինյանը բացեց կործանարար պատերազմի դուռը։ Սա նրա ամենամեծ հանցագործությունն է հայ ժողովրդի առջև։ 2019 թվականի ապրիլին եւ հունիսին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներ Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին խաղաղության մի պլան։ Այդ պլանը երանելի մի փաստաթուղթ էր հայկական կողմի համար, քանի որ այն երաշխավորված խաղաղություն էր հաստատում, ընդ որում միջազգայինորեն երաշխավորված խաղաղություն, եւ հայկական կողմը պահպանում էր իր վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի, ինչպես նաև Քելբաջարի եւ Լաչինի շրջանների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը եւ Զորաբ Նացականյանը թաքցրեցին այդ փաստաթուղթը հանրությունից։ Իսկ առաջարկը հանձնելուց 2 ամիս հետո մեկնեց Ստեփանակերտ եւ ամբողջ աշխարհին հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մինսկի խումբը դա մի մեխանիզմ էր, որը ստեղծվել էր, որ բանակցությունների միջոցով զսպեր Ադրբեջանի ագրեսիան Արցախի եւ Հայաստանի դեմ։ Ոչնչացնելով բանակցությունները, Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց առաջին հերթին հենց այդ մեխանիզմը։ Ադրբեջանը սկսեց իր աղետալի հարձակումը, Արցախը ոչնչացվեց, մենք կորցրեցինք մեր զինվորների 5000 կյանքեր։ Քանի դեռ այս փաստաթուղթը գաղտնի էր պահվում, Նիկոլ Փաշինյանը պահանջում էր բանավեճ նախկին նախագահների հետ։ Բայց երբ որ այս փաստաթուղթը հրապարակվեց, այլևս Նիկոլ Փաշինյանը բանավեճ չի ցանկանում։ Բայց ինքը պետք է պատասխանի հայ ժողովրդի առաջ եւ պատմության առաջ։ Այս ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ իդեմս Նիկոլ Փաշինյանի մենք գործ ունենք մի այնպիսի հրեշավոր խաբեբայի հետ, որը հանուն միայն իրեն հայտնի նպատակների պատրաստ է մի ամբողջ ազգ ներքաշել կործանարար պատերազմի մեջ։ Մենք իրեն թույլ չենք տա նույն բան անել Սյունիքի հետ։ Ընտրեք խելամիտ ուղին դեպի ինքնիշխան խաղաղությունը։